Ты по своему будущему какое-то решение уже принимал? Отвечу еще раз, все возможно. Может быть, это был последний матч. Посмотрим. Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը Krasnodar-ի կազմում հերթական փայլուն սեզոնը անցկացրեց եւ ցուցանիշներով լավագույններից էր, եթե ոչ լավագույնը։ Այս անգամ ցավոք չեմպիոն դառնալ չհաջողվեց։ Նախավերջին տուրում Krasnodar-ը սայթակեց, ինչից էլ ատամները սրած Զենիթը օգտվեց եւ տիտղոսը հյուսիսային մայրաքաղաք վերադարձրեց։ Ահա թե ինչ կանենք այսօր։ Կամփոփենք Էդուարդի մրցելույթները ավարտված սեզոնում, կտեսնենք թե որ գործոններում նա աճ գրանցեց, ինչ պատմական նվաճման հասավ, ինչպես հերթական անգամ դարձավ մրցաշրջանի լավագույն խաղացողներից եւ ամենակարևորը հասկանալ կփորձենք, թե հորիզոնի վրա ինչպիսի շանսեր են նշմարված, որ մեր ֆուտբոլիստը տեղափոխվի վերջապես եվրոպական որևէ թոփ առաջնության ճամբար։ Կարճ ասած քիչ անց Սպերցյանի մասին ամեն ինչ։ Հիմա շարժվենք առաջ։ Սկզբում խոսենք 4 թվերից, իսկ դրանք եւ զարմացնող են, եւ կախարդական, եւ տպավորիչ։ Ավարտված սեզոնում միայն RPL-ում Սպերցյանը 13 գոլ խփեց, ինչը հիանալի ցուցանիշ է միջին գոտում հանդես եկող ֆուտբոլիստի համար։ 30 խաղում 13 արդյունավետ հարված։ Սա ստացվում է մոտավոր ահա այսպիսի պատկեր։ Գրեթե ամեն 2 տուրը մեկ Սպերցյանը գնդակը մրցակցի դարպասն է ուղարկում։ Սրան գումարած Էդոն եւս մեկ անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Վոմբետ Ռուսաստանի գավաթում։ Եղան մի շարք մեգագեղեցիկ դարպասի գրավում, որոնք ինչպես ասում են կզարդարեին ցանկացած եթեր։ Իսկ թե քանի գոլ խփեց նա վերջին 1 տարվա մեջ ազգային հավաքականում հանդես գալուց, այս մասին խոսել ենք բազմիցս։ Բայց սա էլ դեռ մի կողմ։ Ավելի հիացնող թվեր են կյանքի կոչված արդեն գոլային փոխանցումներ կատարելու ասպեկտում։ Ավարտված սեզոնում մեր խաղբեկը 16 գոլային ասիստ տվեց, գոլ գումարած փոխանցում համակարգում հավաքելով 29 արդյունավետ միավոր։ Եվս մեկ գոլային փոխանցում էլ նա ռեալիզացրեց նույն Ռուսաստանի գավաթում։ Այս գոլային փոխանցումներից մի քանիսը այնքան ոսկերչական ճշգրտությամբ էին կատարված, այն աստիճանի սկուտեղի վրա էին մատուցված, որ կատարելապես վարպետական նշաձողով էին օժտված։ Ջոն Կորդոբան եւ խաղընկերները կհաստատեն խոսքերս։ Իդեպ Սպերցյանը հենց այս մրցաշրջանում իր կատարած 16 գոլային փոխանցումներով RPL-ի ռեկորդակիրների ակումբը համալրեց։ Էդուարդը կրկնեց Լոկոմոտիվի լեգենդ Դմիտրի Լոսկովի, Զենիթի աստղային լեգիոներ Հալկի եւ Մաքսիմ Գլուշենկովի տպավորող ցուցանիշները։ Մեկ սեզոնում 16 գոլային փոխանցում։ Ամեն օր չէ որ կարող ես գրանցել նման արդյունք, հատկապես Ռուսաստանի առաջնության խիտուքիփ ֆուտբոլ դավանող կաթսայում, որտեղ թիմերը իրենց խաղը կառուցում են նախ եւ առաջ խորը պաշտպանությունից, երկրորդ համարով խաղից։ Այս պարագայում մեր ֆուտբոլիստի ցուցանիշները դառնում են էլ ավելի արժևորված։ Հավատացեք, Էրդիվիզիայում կամ Բունդեսլիգայում ստեղծագործող ֆուտբոլ խաղալ ավելի հեշտ է, քան RPL-ում։ Սպերցյանի այս ռեկորդը եւ ընդհանրապես նրա որպես ֆիգուր լինելը սրտի մեծ սպեղանի է, մանավանդ Սերգեյ Գալիցկու համար։ Մենք շատ լավ գիտենք, թե նրա մոտ ինչքան են կարևորված Krasnodar-ի ակադեմիայից դուրս եկած սաները։ Ահա հենց մեր Սպերցյանը այն միակ սանն է այս դպրոցում հղկված, այս դպրոցի պրոդուկտ, ով նման գլոբալ հաջողությունների հասավ։ Թող չհնչի չափազանցված, բայց Սպերցյանը Krasnodar ակումբի դեմքն է գլխավոր։ Շատերը այս ակումբը հենց նրանով են ճանաչում։ Ավելին ասեմ, ներկայումս ոչ միայն Krasnodar-ը, այլ նաև Ռուսաստանի առաջնությունն են շատերը հենց առաջնահերթ Սպերցյանի հետ ասոցացնում։ Այսինքն նա համարվում է ոչ միայն ակումբի, այլ նաև առաջնության գլխավոր դեմքերից, ինչպես եւ Հենոյի մոտ Սպերցյանի պարագայում նույնպես, այնպես չէ որ Էդոն գերբնական տաղանդով է շնորհված, սակայն Մխիթարյանի պես Krasnodar-ի ավագի գլխավոր առավելությունն ու զենքը աշխատասիրության ու կարգապահության մեջ է թաքնված։ Իհարկե ունի նաև բնատուր տաղանդ, սակայն հաջողության գլխավոր գրավականը ամենից առաջ հենց դիսցիպլինայից է գալիս, գործի հանդեպ վերաբերմունքից, որը տարիների ընթացքում անբեկանելի պրոֆեսիոնալիզմի վերածվեց։ Կոմպետենտության ամենաբարձր սանդղակով Սպերցյանը հիանալի օրինակ է մեր երիտասարդ ֆուտբոլիստների համար, որ եղբայր շատ լավ է որ տաղանդ ունես, ուղղակի հասկանում ես դա շատ քիչ է, որ մեծ նվաճումների հավակնես։ Էդուարդին հենց նաև սա մեծապես օգնեց օրեցօր փոփոխվող եւ սերնդափոխության շեմին գտնվող Հայաստանի հավաքականում դառնալ համակարգաստեղծ լի իրավ առաջատար, օղակ, որը եղանակ է փոխում, ումից շատ բան է կախված։ Իդեպ ասեմ ձեզ, 2-3 տարի առաջ այսպես չէր։ Էդոն սրան հասավ վերջին 1-1.5 տարում։ От игроков Краснодара Сперцян! Дубль Эдуарда! А может быть это уже и в клубах покрупнее. Ну вот это круто. Прошил так прошил. Ну и фальш-стенка-то, смотрите, свою работу-то блистательно выполнила.
Եվ այս ամենը թվարկելուց հետո կամ թվարկելու ընթացքում ավելի ու ավելի ցավալի է դառնում այն փաստը, որ այս տղային որևէ կերպ չի հաջողվում տեղափոխվել Արևմտյան Եվրոպան ներկայացնող որևէ թոփ կամ կիսաթոփ առաջնություն։ RPL-ի մակարդակը Սպերցյանի համար գերազանցված է արդեն վաղուց, ու ինչքան էլ Էդոն լինի մեծ պրոֆեսիոնալ, նա նույնպես մարդ է, ռոբոտ չէ, եւ անընդհատ Ռուսաստանի առաջնությունում հանդես գալով, անընդմեջ նույն բանը անելով, օրերից մի օր կկորցնի մոտիվացիան ռանդոմ կերպով, ինչն էլ ուզես թե չուզես, խաղամակարդակի իջեցման կհանգեցնի, ու եթե հանկարծ նա չհեռանա RPL-ից, ուրեմն այն ինչ նոր ասացի, ցավոք սարերի ետևում չէ։ Վերջերս Սպերցյանին համառորեն Իտալիային ուղարկում։ Օրեր առաջ էլ ինֆո եկավ, որ նրա ծառայություններով ֆրանսիական Մարսելն է հետաքրքրված, բայց այստեղ կան հակասություններ, որովհետև Օլիմպիկը հիմա գլխից դուրս խնդիրների մեջ է թաթախված։ Ակումբը ունի ֆինանսական կոլապս եւ 104 միլիոն եվրոյի դեֆիցիտ։ Մարսել ակումբի ողջ տնտեսական մոդելը կառուցված էր, որ թիմը անպայման պետք է նվաճեր Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Սակայն քանի որ դա անել չհաջողվեց, ապա մեծ հավանականությամբ Մարսելում կսկսվի ֆուտբոլիստների զանգվածային վաճառք, թե ինչպես են պրովանսալցիները այս վիճակում պատրաստվում կատարել նոր տրանսֆերներ, չգիտեմ, ինձ թվում է իրենք էլ չգիտեն։ Սրանից զատ Մարսելը ինչքան էլ ակումբ է ստատուսով, բայց ֆրանսիական լիգա 1-ի ֆլագմանների մեջ նրանց չես կարող համարել ակումբ, որը հարձակվողական ֆուտբոլի է միտված։ Հետևաբար Սպերցյանի պարագայում նրան ավելի համապատասխան կլիներ նույն Լանսը թեկուս կամ Լիոնը Մոնակոն։ Նրանք բոլորն էլ Մարսելի համեմատ ավելի կառուցողական, ավելի հյութեղ կոմբինացիոն ֆուտբոլ են դավանում։ Ինձ թվում է Սպերցյանը իտալական Սերիայում ավելի հաջող կինտեգրվեր։ Եթե հիմա 15-ից 18 թվականների ինտերվալը լիներ, Էդոյի համար շատ ավելի դիպուկ կլիներ։ Սերիան այն ժամանակ ավելի հարձակվողական էր։ Այդուամենայնիվ մակարոննիկների մոտ հիմա էլ կան մի շարք ակումբներ, որոնք ոչային ուղղվածությամբ շատ հոգեհարազատ են Սպերցյանին։ Գնալ Ինտեր միանգամից այս տեղափոխությունը կդառնա հսկայական ծանրություն այ ֆուտբոլիստի ուսերին հենց սկզբից։ Կասեք իսկ յուվ է, պիանկոներները ապրում են ծանր ժամանակներ, 90%-ով եկող չլեին չեն դառնա մասնակից, ու կարծում եմ տրանսֆերային շուկայում հենց այս պատճառով մեծ ակտիվություն ցույց չեն տա այապես։ Չնայած Սպերցյանին տեսնել Սպալետիի գլխավորությամբ շատ հետաքրքիր կլիներ, մանավանդ երբ հիշում ենք, որ ծեր սինյորան ներկայումս ինչքան թույլ միջին գոտի ունի։ Այս պարագայում մեր ֆուտբոլիստը այնտեղ կարող էր դառնալ մատորիկը ապահովող ստեղծարար գլխավոր ջութակներից։ Միլանին միանգամից շրջանցենք, Մաքս Ալեգրիի օրոք Միլանը մոռացել է, թե ինչ բան է հարձակվելը։ Նույնիսկ Մոդրիչն է տանջվում այստեղ։ Սպերցյանի համար կարծում եմ ամենալավ տարբերակը կլիներ կամ Ռոման կամ Կոմոն։ Գասպերինին կառուցող ֆուտբոլիստների հետ աշխատել գիտի։ Սրան գումարած Ռոման մեծ հավանականությամբ կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Հաղորդումը պատրաստվել է Սերիայի վերջին տուրից առաջ, իսկ Ֆաբրեգասի Կոմոն Սպերցյանի պարագայում ամենաթիրախային ընտրությունը կլիներ։ Ֆաբրեգասը ինքը կիսապաշտպան էր։ Էդուարդը գրեթե հենց այն նույն գոտում է խաղում, որտեղ ժամանակին Ֆաբրեգաս էր հանդես գալիս։ Մի փոքր այս կողմ այն կողմ տարբերությամբ, պլյուս Կոմոն չի նեղվում կոմբինացիոն ֆուտբոլից։ Եվրագավաթներին մասնակցելու իրավունք վաստակեց։ Պատրաստ են դնել մեծ ֆինանսներ։ Մեր ֆուտբոլիստը Կոմոյի ճամբարում ըստիս հոյակապ կդիտվեր։ Պրեմիեր լիգան հանգիստ թողնենք։ Մառախլապատ Ալբիոնում լրիվ ուրիշ ֆուտբոլ են խաղում։ Ֆուտբոլ, որը խորթ է Սպերցյանի համար։ Իսկ եթե խոսենք իսպանական Լա Լիգայից, միակ ակումբը, որը ոճաբանական առումով կլիներ Սպերցյանին հարմար, Մանուել Պելեգրինիի Բետիսն է։ 25-ամյա կիսապաշտպանի համար չիլիացի մասնագետը մարզիչ է ուղղակի գտած։ Պատկերացնում եք Սպերցյանին Իսկոյի եւ մնացածի հետ։ Դա կլիներ լրիվ նոր մակարդակ, շատ գունագեղ ֆոնով։ Այստեղ կա մեկ այլ կարևոր գործոն։ Վերդի Բլանկոսը եկող սեզոնում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։ Սպերցյանը հաջողությամբ կադապտանար եւ արդյունավետ ֆուտբոլ ցույց կտար Բավարիային չհաշված Բունդեսլիգան ներկայացնող գրեթե ցանկացած ակումբում։ Լեյպցիգ, Ֆրայբուրգ, Շտուտգարտ, Դորտմունդ, Բայեր, որը ուզես, որը ասես։ Բունդեսլիգան իր թեթև ֆուտբոլով Սպերցյանի համար հեռանկարային պլատֆորմ կդառնար կարիերայում քայլ առաջ կատարելու առումով։ Նույնը ամբողջությամբ կարող ենք ասել նաեւ, եթե խոսենք հոլանդական Էրդիվիզիայից։ Միակ խնդիրը այն է, որ այստեղ բարձրակարգ թիմերն են քիչ։ Օրինակ նույն PSV Eindhoven-ը ոճաբանական տեսանկյունից Էդոյին լիովին կհամապատասխաներ։ Սակայն այս ամենի մեջ կա նաեւ մեկ այլ անհանգստացնող խնդիր։ Նշածս ակումբներից շատերը ի վիճակի չեն վճարել այնպիսի աշխատավարձ, որը Սպերցյանը գրասադարում է ստանում։ Սա կարող է դառնալ լուրջ խոչընդոտ Արևմտյան Եվրոպա տեղափոխվելու համար։ Ամեն դեպքում ինչ էլ ուզում է լինի այնտեղ, թոփ առաջնություն տեղափոխվելը ներկայումս Սպերցյանի մոտ պետք է հանդիսանա համար 1 կարևորության հարց։ Նոր մարտահրավեր, նոր միջավայր, նոր նպատակներ։ Հիմա սրանից շատ բան է կախված։ Էդուարդ ջան, սրտանց հաջողություն եք մաղթում քեզ։
Այսօրվա համար էլ այսքանը։ Հույս ունեմ հոլովակը ձեզ դուր եկավ։ Խնդրում եմ չմոռանաք դիտել մեզ։ Նաև նոր ալիքով հղումը գտեք ստորև տեղադրված։ Շնորհակալ եմ եւ ամենալավն եմ մաղթում ձեզ։ Կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։